Տղամարդիկ հաճախ են բողոքում, ասելով, որ կնոջս ինչ էլ անեմ, մեկա դժգոհ համանում, նվնվում է, խնդիրներ ա իր համար հորինում ու իմ գլուխը տանում է։ Գիտեք տղաներ, դուք կնոջը ուզում եք ընկալել ձեր հավասարի պես։ Կինը ուրիշ է, զգացմունքային է, ջերմ է, կանացի է, իսկ դուք տղամարդ եք, դուք ամուր եք, մենք տարբեր ենք։ Եվ պետք է հիշել, որ կնոջը պետք է մի քիչ ուրիշ ձև վերաբերվեք, երբ որ կինը դժգոհ է, երբ որ ինքը միշտ խնդիրներ է իր համար ստեղծում, երբ որ իրան պահում է վատ, որ ձեզ դուր չի գալիս, երբ որ իրան սխալ է պահում ձեր կարծիքով, հիշեք, որ ինքը խնդիր ունի։ Կինը հենց այնպես չի նվնվում դժգոհում։ Կինը եթե նվնված դժգոհեց, ուրեմն ինքը ներսում խնդիր ունի, ուրեմն մի հատ հարցրեք, ինչի ես դու միշտ դժգոհ։ Ես քո համար ամեն ինչ անում եմ, ասա տեսնեմ ինչ խնդիր ունես, ասա տեսնեմ ինչ հարց ա պետք լուծել, ասա տեսնեմ ում հետ ա պետք խոսել, որ իմ թագուհին իրան լավ զգա, լավ տրամադրություն ունենա։ Եթե ես եմ մեղավոր, ասա տեսնեմ ինչ է, ինչ եմ անում, բացատրեմ քեզ։ Եթե մեկ ուրիշն է մեղավոր, ասա տեսնեմ ով է, իրա հարցերն էլ լուծեմ։ Կինը, երբ որ նվնվում է, ուրեմն ձեր օգնության կարիքը ունի, լսեք իրար հրաշքներս։ Աղջիկներ ջան, իսկ դուք սովորեք խոսել ձեր ամուսինների հետ։ Փոխանակ նվնվակ ու լացեք, պարզ նստեք ու խոսեք։ Տղամարդիկ այդպիսին են, իրանք պարզ են, իրանք ուղիղ ասում են ինչ են ուզում։ Մենք պետք է սովորենք իրար հետ ճիշտ խոսել եւ իրար լսել։ Եվ ցանկություն ունենանք իրար երջանկացնելու։ Բարի եղեք հրաշքներս, լսեք իրար եւ սիրեք։